Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել են գործնական քայլերի երբ սպասել ու քանի որ դա ընդհանուր խաղաղության խաչմերուկի մի մասն է, այդ ընդհանուրի հետ կապված ինչ-որ զարգացումներ կան, ինչ կա։ Գիտեք, ամերիկյան պատվիրակություն վերջերս այցելել էր Հայաստան, Հայաստանի Հանրապետություն եւ քննարկումները սկսվել են եւ այդ քննարկումները կշարունակվեն։ Այս պայդրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաեւ խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն է նա, մեր ընկալումն է նա, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատոր ընդեղա, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տեն չի աշխատում։ Այս պրոցեսները արագը դանդաղնա առանց ընդհատումների, որտեղ այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա դրանից հետո մեկ քայլ առաջ որ արվել է, որն է եղել այդ քայլը, հնարավոր է ասել։ Քայլ առաջ չի արվել, եղել է process-ի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նախագծման շուրջ կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղթ պետք է նախագծվի, չէ։ Դա էլ է մեր մոտ օրինակ տուն կառուցելու մեր մեթոդը ո՞րն է եղել ավանդական։ Այդ թվում մեր տունը տենց ենք մենք կառուցում։ Այսինքն Հայաստանի տների ես էլի ուզում եմ ասեմ, այս բաները որ ասում եմ, այդ ուրիշների մասին չէ, իմ մասին է, մեր մասին է։ Մեր տունը տենց ենք կառուցել։ Որոշել ենք տուն կառուցենք։ Ինչքան փող կա, հավաքեք, գնացինք քար ցեմենտ առանք, սկսեցինք քանդել, կառուցել, կառուցում։ Դենք չեն կառուցում։ Պլանավորում են, նախագծում են, նախագիծը պետք է փորձաքննության նայել, տենաց պատուհանները ճիշտ տեղն ես դրել, որովհետև պարզվում է, որ պատուհանը նստեղ ես դրել, որ ձմեռը շոկից ես խեղդվում, ամառը ցրտից սառում ես, այդ ամեն ինչը կամ հակամ։ Ելնում որ ձմեռը շոկից խեղդվում ես, հա։ Ես տենց ասցի։ Հա, դե ամառը շոկից ես խեղդվում, ձմեռը ցրտից սառում։ Հա, շատ լավ։ Լևոս Ադլարյան, Հանրային ռադիո, ուղղակի շարունակելով գործընկերությունից, պարոն Հաշտյան, տեսեք, Եվրամիության ընդայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ որոշում է կայացվել Հայաստանի 200 միլիոն դիմադրողականության աճի ծրագրի շրջանակում տրամադրել։ Սրան զուգահեռ Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգներից կգան մի խումբ մասնագետներ, որոնք կզբաղվեն այդ նախագծման հետ կապված խնդիրներով, բայց այստեղ մի բան կա, մտահոգություն կա, մասնավորապես ռադիոն վերջերս դիմել էր Մերլի համայնքի ղեկավարին, այնտեղ ասացին մտահոգություններ կան կապված ռիսկերի հետ, այն իմաստով, որ այնտեղ անցնում են բավական մեծ ջրատարեր եւ այլն, այդ տարածքով մոտավոր որտեղ որ նախատեսվում հասկացնել Թրամփի ուղին։ Հիմա նախ արդյոք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների գործողությունները այս հարցում սինխրոնացված են, հաշվի առնելով 200 միլիոն ենթակառուցվածքների համար գնալու են այնտեղ թե ոչ, եւ երկրորդը նախագծման փուլում այդ ռիսկերը, այսինքն այդ օտարման գործընթացը սկսվելու է թե ոչ։ Գերակաշահի տրամադրություն։ Գիտեք, նախ արձանագրենք, որ TRIP ուղին քննարկումը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շահագրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն,
բայց էլի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում եւ երրորդ կողմերը կարող են ներգրավել երկու կողմերի համաձայնության դեպքում։ Հիմա տեսեք, ասում եք մտահոգություն կա, որ ջրատար կա այնտեղ։ Մեր թղթերում եւ մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսը անջատում ենք եւ դրա փոխարեն ստեղծում ենք թրիպուղի։ Այսինքն, գիտեք ինչ, այս էլի ճանաչել զիմաստություն եւ սխրատի թեմայով է, էլի։ Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու։ Եթե լինելու է սովորաբար հակառակն է ալնում։ Այնտեղ որտեղ երկաթուղի է լինում, ջուրը պարտադիր պայման է, որովհետև այդ թվում առանց ջրի երկաթուղի չի կարող լինի։ Որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն կա։ Բայց մեր դեպքում մի քիչ եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, մարդ չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա։ Մենք մեզ ներշնչված գետոյի տրամաբանությունն է, որ այդպես բան իրավունք չունենք, պետք է փակված մենք ապրենք, որ մեր ինքնությունը, մեր անվտանգությունը պահենք։ Այդպես չի։ Ընդհակառակը ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել։ Պետք է խոսել, պետք է հասկանալի լինել, խոսել, հասկանալու համար աշխարհը եւ հասկանալի լինելու աշխարհին։ Եվ մենք հիմա այդ ենք անում։ Չի կարող, հասկանում եք, չի կարող այդպիսի բան լինել, որ չկա տես տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի։ Այ ժողովուրդ, ընտրեք ջուր եք ուզում, թե խաղաղություն եք ուզում։ Որտեվ ջուրն ու խաղաղությունը սովորաբար իրար հետ են լինում։ Կարա պատերազմի դեպքում ջուր չլինի, որտեվ պատերազմը այնուամենայնիվ ավիրելու մասին է, որտեղ կարա ավիրվի եւ ջրագիծը, եւ երկաթուղին, եւ ճանապարհը, եւ տունը, եւ հիվանդանոցը, եւ դպրոցը, եւ կյանքը, եւ հարաբերությունը, ամեն ինչ։ Տենց խաղաղություն չի լինում, որ ասենք գիտեք ինչ, խաղաղություն, ժողովուրդ ասեք, ջուրն եք ընտրում, թե խաղաղություն, բայց պետքա սովից կոտորվի ժողովուրդը։ Դա խաղաղություն չի։ Խաղաղություն հենց ենթադրում է, որ ոչ, ժողովուրդը պետք է ապրի, բարեկեցիկ ապրի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ Մեղրի ժողովուրդը, նույն Մեղրի ժողովուրդը եւ ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը ինքը նաեւ կարա համեմատի այն ժամանակ, որ երկաթուղի կար, իր կյանքը ավելի լավ էր, թե ավելի վատ էր։ Այն ժամանակ, որ որևէ խաղաղություն կար, միջայլոց խաղաղությունն ու հրադադարը պետք չի իրար հետ տարբերակել։ Որտեւ հիմա մարդիկ ասում են, որ հա, էլի, չգիտեմ, որ թվի նախախաղաղություն եղել։ Չի եղել խաղաղություն, որովհետեւ ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության արդյունքում։ Հիմա մենք մի տարի 7 ամիս, երևի արդեն 8 ամիս, Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների արդյունքում զոհ վիրավոր չունենք։ Մեր անկախության օրոք չի եղել այդպիսի մի տարի 7 ամիս։ Չի եղել այդպիսի մի տարի, որտեղ մենք զոհեր չունենանք, վիրավորներ չունենանք, դիվերսիաներ չունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն խաղաղությունը, որ ասում են այն ժամանակ խաղաղություն չի եղել։ Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել։ Չեմ ուզում ասեմ ոչ մի օր, որովհետև ոչ մի օր էլ չի եղել խաղաղություն։ Հայաստանը խաղաղություն չի տեսել, երրորդ հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես։ Եվ այդ տրամաբանությունը չկա, հասկանում եք, ես նույնիսկ ուզում եմ ինձ բացատրեք, ո՞նց է ծագում այդ հարցը, ինչի՞ց է ծագում այդ հարցը։ Խաղաղություն լինելու, բայց ջուր չի լինելու, հաց չի լինելու, տրանսպորտ չի լինելու, շոր չի լինելու, հագնելու, ընդհանրապես ջեռուցում չի լինելու, տանիքը կաթելու է, տները քանդվելու, ո՞նց։ Ինչի կա այդ տրամաբանությունը։ Ես կարող եմ նաև բացատրել, գուցե, կամ առաջարկեմ բացատրություն, եթե սխալվում եմ ինձ ուղղել, որովհետև խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է։ Մենք չգիտենք խաղաղությունն ինչ է։
Երրորդ հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի իմացել խաղաղությունը ինչ է, եւ մենք պետք է սովորենք խաղաղ կյանք չի եղել, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք։ Հիմա մենք պետք է սովորենք ինչ է նշանակում խաղաղ կյանք։ Եվ իմիջիայլոց պետք է չի շտապել, այդտեղ էլ պետք չի շտապել, որտեվ կան հարցեր, այո, հա իմիջիայլոց ես ՄԱԿ-ի ամբիոնից կարծեմ ելույթի մեջ, ինձ ասի կոնֆլիկտի դեպքում հարցերը շատ չեն։ Հարցերի շրջանակն էլ է քիչ, պատասխանների տարբերակներն էլ են։ Խաղաղությունը իր հետ բերում է հարցեր, էլի հարցեր, նոր հարցեր, անընդհատ հարցեր, ու շատ լավ է։ Պետք է նստել հանգիստ այդ պատասխանների շուրջ մտածել։ Գնալ տեսնել։ Իմ ասածը չի ենթադրում, որ մենք չպետք է նորից վերադառնանք, ջրի հետ կապված կարող է խնդիր լինի։ Հացի հետ կարող է խնդիր լինի։ Այո, ես եւ էտել ինքս ինձ հակասելով ասեմ, որ էտել է տրամաբանական, որ մարդիկ այդ կարգի հարցեր են բարձրացնում, որովհետեւ անծանոթ բան է, անծանոթ երևույթ է խաղաղությունը մեզ, եւ մենք պետք է փորձենք հասկանալ իսկապես դա ինչ է նշանակում։ Իսկ խաղաղությունը կարա նույնիսկ բան հնչի, абսուրդ հնչի, բայց երևի ճիշտը դա է, այդ հարցերը տալ եւ պատասխանել։ Խաղաղությունը կարող է սպառնալիքներ բերի։ Չնայած սովորաբար, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու եւ այլն։ Այնպես որ երևի համբերատար պետքա բոլոր հնարավոր հարցերը ձևակերպել, փորձել բոլոր հարցերի պատասխանները գտնել, հետո հասկանալ այդ պատասխանները համոզիչ են թե ոչ։ Եթե համոզիչ չեն, ոչինչ էլի վերադառնանք։ Բայց համբերատար, դանդաղ, անշտապ, բայց առանց ընդհատումների։